Աչեզրի ամբողջ երկայնքը վստահվել է Ալեմաուին համար 22-յան, այս ֆուտբոլիստների վերևում համար 9 Մաքսիմ Պալյենկո, արձակման աչեզրում խաղաբրունո Միշել, Նիկոլաս Կալուկյանն է համար 23, գլխավոր մարզիչը Դմիտրի Գունկոն է և Յուսուֆ Օտուբանջոն կատարում է այս հանդիպման առաջին հարվածը։ Հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ, վտանգավոր է և հեռացրին գնդակը Փյունիկի խաղացողները։ Արխախտում Ալեմաուի հետ պայքարում շատ արագ խաղարկեցին Տուգանային Փյունիկի ֆուտբոլիստները Վագներ արվածեց Գոնսալվեսը բանաց դարպասից։ Փյունիկը Ֆաստեքս Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջան։ Օյարուս ևս մեկ տեղափոխություն Նիկոլաս Կալուկյան կասեցրեց գնդակը Կալուկյանը Արվածի ճանապարհ է փնտրում, լավներ փոխանցումը և Ստանիսլավ Բուչնև։ Նիկոլաս Կալուկյանը հրաշալի խաղաց, Պալյենկոյի արվածն էր անչափ վտանգավոր էր, բայց Բուչնը մանատիպ սանկման միջոցով կասեցրեց Վագներին։ Օյարուս, լավներ փոխանցումը Բրունո Միշել և գոլ։ 1-0 Ուրարտուն բացում է խաղի։ Պալյենկոն զարգացրեց գրոհը, Օյարուսը ստացավ և նկատեց խաղանկերոջ դիրքը։ Նրա տեղափոխությունից հետո էլ առանց երկար մտածելու արվածեց Բրունո Միշելը ու գրավեց Ստանիսլավ Բուչնևի պաշտպանած դարպասը ընկնելով արվածեց, բայց որսաց պահը Ուրարտուի արձակվողը և արդյունքում առաջին խաղակեսի վերջնամասում հաղթողի կարգ Ոսկանյան, Ալեմաո, վտանգավոր է Յուսուֆ Օտուբանջո և Ալեքսանդր Մորցից ֆիքսեց գնդակը։ Մոտեր հաջողությանը Օտուբանջոն թույլ էր արվածը, բայց գրեթե ևս մեկ անգամ նշում հիմնականում հավասար պայքար էր առաջին խաղակեսում և Ուրարտուն կարողացավ իր շանսերից մեկը գոլ դարձնել։ Հիմա Բրունո Միշելն է ստացել գնդակը, մտավ Տուգանային հրապարակ, Միշելը արված, գնդակը դարպասում է, 2-0 դուբլ է ձևակերպում Բրունո Միշելը։ Առաջին գոլն էլ նույն ոճով խփեց ուղղակի առանց գնդակը կասեցնելու միանգամից մեկ հպումով։ Հիմա կասեցրեց գնդակը, գնահատեց մրցակցի դարպասապայի դիրքը, մոտեցավ դարպասին և հիանալի արվածով կրկնապատկեց իր թիմի առավելությունը, 2-0 Ուրարտուն շոշափելի առավելություն է ստանում։ Փյունիկը բարդ իրավիճակում է, բայց ծով ժամանակ ունի իր տրամադրության տակ այս հանդիպման ճակատագիրը փոխելու համար։ Անտոն Բրատկովն էր դիմավոր գնդակով Նարեկ Աղասարյանը հրաշալի ձերբազատվեց մրցակցի ֆուտբոլիստների զգողությունից և կրկին տեղափոխեց գնդակը Աչիեզր Բրունո Միշել։ Շարունակվում է Ուրարտուի գրոհը և 11 մետրանոց է նշանակում մրցավարը։ Այսպիսի ցավալի մեկնարկի համար երկրորդ խաղակեսը դեռ շատ վատ է դասավորվում Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի համար։ Հոտածածկին հայտնվեց Մաքսիմ Պալյենկոն, ևս մեկ անգամ դիտենք դրվագի կրկնապատկերը։ Կովալենկոն գնդակին չարվածեց, բայց տպավորություն էր, թե կարող է հետրիկ ձևակերպել, սուլեց մրցավարը, Միշել, Բրունո Միշել և գնդակը դարպասում է 3-0։ Գոլերի ուղիղ կեսն էլ 11 մետրանոցից է խփել Ուրարտուի ֆուտբոլիստը։ Շատ լավ արված էր, Ստանիսլավ Բուչնևը գուշակեց արվածի ուղղությունը, բայց փրկել չկարողացավ։ Հետ է ուղարկում գնդակը Տարոն Ոսկանյանին, կրկին Ալեմաո, հարցրից փոխանցում Տուգանային հրապարակ, Օտուբանջո, Ագդոն Մենեզես։ Ալեմաո, Ֆիլոյանը հեռացրեց, վտանգավոր է Կովալենկո չկար, խախտում Օտուբանջո և անկյունային կիրասնի Փյունիկը 99 և 9 համարի շապիկներով խաղացող ֆուտբոլիստները։ Իսկ այստեղ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, խախտում չկար։ Քալանթարյանն ու Մեսրոպ Ղազարյանը և գնում է անձամբ դիտելու կրկնապատկերը։ Թեթև շարժում կար, փորձում էր հեռացնել գնդակը։
Այդ որքանով խանգարեց Միխայել Կովալենկոին, արդեն պետք է ոչ անկյունային չկա 11 մետրանոց, Սոլոմոնի Մեուդո, Վարձից փոխանցում Տուգանային հրապարակ, Թեմուր Ջիկյանն էր սպասում գնդակին, Միխայել Կովալենկո, եւս մեկ փոխանցում Թեմուր Ջիկյա եւ բարձր է արվածում Ջիկյան։ Փյունիկի ֆուտբոլիստները, ներկայացուցիչները, սել Թեմուր Ջիկյայի արվածը։ Ուրարտույում Յուսուֆ Ֆոտուբանջո, այստեղ էլ չկա 11 մետրանոց, պետք է շարունակել հանդիպումը, թե դարպասին արված էր դժվար, թե փրկերդրությունը։ Մելիխովը, իսկ սա Ֆոտուբանջոյի մասնակցությամբ դրվագն է, երբ 11 մետրանոց էին պահանջում։ Գնում է նայելու դրվագը Զավեն Հովհաննիսյանը, շատ երկար է նայում, ուսումնասիրում, հարակրկիտ զննեց, վերադարձավ եւ հորդորեց ֆուտբոլիստներին շարունակել հանդիպումը, այստեղ էլ չկար 11 մետրանոց։ Ալեմաո, սա արված էր Ալեմաոյի կողմից, վտանգավոր է եւ Ալեքսանդր Մելիխովը որսած գնդակը։ Այստեղ փրկեց դրությունը, հետո Միխայել Կովալենկոն շրջադարձ արված կատարեց։ Բայց Արծրից փոխանցում Տուգանային հրապարակ։ Հիմա էլ այդ պատկերը կարող եք տեսնել, 3 կենտրոնական պաշտպանով է դիրքավորվել Ուրարտուն։ Բայց գնդակը խաղադաշտում Ալեման, Թեմուր Ջիկյա, շատ վտանգավոր է, Յուսուֆ Ֆոտուբանջո եւ խաղից դուրս վիճակի արձանագրել մրցավարը, այստեղ մինչեւ վերջ վարեի կամ պայքարեց եւ իրոք հասավ գնդակին, փրկեց Մելիխովը 2 անգամ։ Նախ այստեղ, հետո էլ Թեմուր Ջիկյայի արվածի պահին։ Հետո էլ Սերժ դված է հանդիպումը, Ուրարտուն հաղթեց 3-0 հաշվով։